շարունակում ենք ծրագիրը եւ իհարկե ժամն է արդեն, որ մեզ միանա Արմեն Չիբուխչյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Խնդիրներ ունենք ներհայաստանյան, արտահայաստանյան ամեն տեսակ, բայց սկսենք երևի Հայաստանից, եթե դեմ չես։ Ընդհանրապես դեմ չէ։ Դե Ռուսաստանը արդեն նորություններից գլխի են կանգնում, թե ինչ օղակը կամաց սեղմում է, իմաստ ձուկը չի առնում, էս չի առնում, բանը սպառնում է գազի գինը բարձրացնել, եթե ոչ լրիվ պայմանագիրը չեղարկել։ Հիմա ես ինչքան հասկանում եմ, այս ամեն ինչի մեջ ամենալուրջ խնդիրի առաջ որ կարող է Հայաստանը կանգնել, դա գազի խնդիրն է, չէ, Ռուսաստանի հետ կապված։ Եվ Գալուզին այսօր ասեց, որ դուք ասեց Հայաստանին չկարծեք ուրիշ տեղ գազ կգտնեք, այդ ամբողջ լեգիոնում մենք ենք միայն գազը բանանում։ Սրան ինչ կասես դու Արմեն, այս գազի պատմությունը։ Ախր դա հիմարություն է, նորից կրկնում եմ, տեսեք, երբ որ ասվում է, որ Կենտրոնական Ասիայից էներգակիրներ պետք է հասնեն Եվրոպա, տեսեք, նույն թրիփի հետ կապված երբ որ խոսվում է, խոսքը միջին միջանցքի ոչ թե որպես հիմնականում առևտրի ճանապարհ, Չինաստանին այսպես դիվիդենտեր տալու մասին է, այլ հիմնականում, այսինքն պետք է հասկանալ թրիփը դա միջին միջանցքին կոնկուրենտ է, միջին միջանցքի դրամ բանալին է։ Միջին միջանցք ասելով ինչ ես հասկանում։ Միջին միջանցքը դա Չինաստանի ասած մեկ ճանապարհ, մեկ գոտու ուղղություններից մեկն է, այսինքն որով Չինաստանը դուրս է գալիս Եվրոպա եւ աշխարհ։ Եվ ամենակարճ ճանապարհն է։ Հիմա միջին միջանցք ասած Չինաստանի համար դա հենց այդ հատվածն է, այսինքն ամեն մեկը տարբեր է պատկերացնում, այսպես ասած, իր շահերը իր տեսանկյունից, միջին միջանցքը դա Կենտրոնական Ասիայից կոնկրետ մինչև Եվրոպա, այո, չէ, մինչև Եվրոպա ճանապարհն է։ Դա այդ իրանց համար, ասենք, իրանց այդ միջանցքի, չգիտեմ, ոնց են պատկերացնում, երևի մի ճանապարհի միջին մասն է, չգիտեմ ինչն է, ոնց ինչ են տենց անվանում, բայց կոնկրետ հենց այդ հատվածն է, այսինքն, հիմա թրիփը այստեղ պետք է հասկանալ, որտեվ այսպես ասեմ, այդ միջին միջանցք ասվածը հիմնականում Չինաստանին է պետք, դրա համար ես որքան հասկանում եմ, այսինքն մեծ հաշվով թրիփը տեսականորեն ընկնում է այդ միջին միջանցքի մեջ, բայց իրականում Թրամփը վերցրեց ճանապարհը, որպեսզի թրիփը առանձնացնի, այսինքն այդ մեղրի հատվածը առանձնացնի, բանալի է դնում դրա վրա, չգիտեմ, դարպաս է դնում, Արդես խոչընդոտելու Չինաստանի ճանապարհին, դրա համար, բայց գազին վերադառնանք, բայց խոսքը իսկ էներգակիրների մասով միշտ ասվել է դա, միշտ ասվել է ամերիկյան ադմինիստրացիայի, Եվրամիության կողմից։ Տեսեք, ոչ մեկ չի խոսում, ոչ մեկ արևմուտքից չի խոսում, թե բա ինչ լավ է այդ ճանապարհը Չինաստանից ապրանքաբերելու Եվրոպա, ոչ։ Բոլորը խոսում են էներգակիրների մասին։ Բնականաբար գազը նույնպես էներգակիր է եւ Թուրքմենստանը ասում են կան տեղ ոչ միայն շատ գազ ունի, այլ նաեւ նոր հանքավայրեր է բացահայտում, ի տարբերություն Ադրբեջանի։ Դե միջազգ գիտեք, չէ, Ադրբեջանը ու Թուրքմենստանն էլ այդ հողի վրա այդպես խանդ ունեն իրար հետ, այդ գազային հողի վրա եւ այլն, դե Կասպիսն են կիսում իրար հետ, չէ, այդ իմաստով եւ այլն։ Դրա համար պետք է մի բան հասկանալ, որ տարբեր ժամանակներ տարբեր նախագծերի մասին են խոսում, որ թուրքմենական գազը կհասնի Եվրոպա, հատկապես որ վաղը մյուսօր Ռուսաստանի գազին վերադարձ չի լինելու, հատկապես վերադարձ այն ձևով, որ եղել է, չի լինելու հաստատ, բնականաբար արևմուտքը փնտրելու է տարբերակներ դիվերսիֆիկացնելու։ Հիմա Արմեն, լավ, բայց մինչև Ամերիկայի Իրանի տարբերակը մեր կառավարությունը ուրեմն պլան չունի, որտեղ Ռուսաստանի հետ այնպիսին հարաբերությունները, որ հնարավոր է վաղը լրիվ ոչ թե թանկացնի, լրիվ փակի գազի բան, ինչ պետք է անեն։ Տեսեք, հենց ունենան տարբերակ նախ առաջին հերթին այսօր Հայաստան մտնում է Իրանից այնքան գազ, որ Հայաստանի կարիքները հնարավոր է սպասարկել։ Գոնե 90%-ով առնվազն, եթե ոչ 100 եւ ավել։ Գոնե 90%-ով, եթե ոչ 100 եւ ավել։ Հիմա եթե 90%-ով է, ուրեմն մեզ գազային ինչ-որ բան չի սպառնում։ Բնականաբար, բայց այստեղ կա խնդիր Իրանի հետ, որտեղ դու չես կարող վճարել Իրանին։ Այո, ուրիշ երկրի միջոցով։ Ահա, դրա համար հայկական պատվիրակությունը, ես ես ասում հստակ տեղեկություն, բանակցել է Թուրքմենստանի հետ։ Դա իմ ունեցած ինսայդն է, որ ես ասում եմ, ընդ որում դրա մասին եղել է նաև հրապարակում, մամուլում, բանակցել է Թուրքմենստանի հետ։ Թուրքմենիան Իրանին է վճարում։ Իրանն էլ այդ գազամուղով մենք չենք խնդիր չենք։ Հիմա Իրանից մենք ստանում ենք փոքր քանակությամբ գազ, շատ ավելի փոքր, քան մեզ պետք է, դրա դիմաց դա դարձնում ենք էլեկտրաէներգիա,
այդ գազի դիմաց վճարում ենք էլեկտրաէներգիայով, հա։ Մոտավորապես օրինակի համար կամ ինչա շահում Հայաստանը տեսականները, մենք դրա դիմաց նյութական ոչ մի բան չենք տալիս ենք էլեկտրաէներգիա, բայց արանքում կամ գազը մնում մեզ ավել կամ էլեկտրաէներգիա մնում, որը մենք ծախում ենք եւ ասենք բնակչությանը ծախում են եւ ստանում են եկամուտ, հա։ Այտենց առևտուր ագնում Իրանից շուտվանից։ Դրա համար եմ ասում, գալուզինները, տեսեք, ընդհանրապես, եթե դուք նկատեցիք, դուք հիմա հասկացաք, որ այդ կիբեր անվտանգության խնդիրը, որ եվրոպացիները փորձում են ապահովել, այդ ընդհանրապես կիբեր անվտանգությունը շատ ավելի այսպես լայն հասկացություն է, բայց այդ այսպես ասած այդ հարցակումների, որ խոսում էին, հա, կիբեր հարցակումների եւ այսպես շարունակ, հա, հիմա դուք հասկացաք, որ ուղակի Պուտինը նոր գիտեք ինչ ասեց, Գեբելսի խոսքեր, ինքը Գեբելսին հղում արեց, բայց դա Հիտլերի խոսքերն է Մայն Կամփից, ասեց սուտը պետքա ասեց ինչքան սուտը ավելի անհավանական է, այնքան հավատալի է։ Այո, այնքան ավելի մարդիկ հավատում են դրան։ Եվ հիմա Ռուսաստանը ուղիղ այդ նույն քարոզչությունն է տանում։ Տեսեք 8 տարի իր ժողովրդի գլուխը տարավ, թե իբր ռուսներին ճնշում են, ռուսախոսներին ճնշում են, ռուսերենը ճնշում են։ Մի քանի օր առաջ կանգնած լկտիաբար ասեց, որ Ուկրաինան գրում էր Եվրամիություն, դրա համար տենց եղավ։ Բա ուր մնացին այդ 8 տարի, բա ռուսներին ճնշում էին եւ այլն, հա։ Այսինքն տեսեք, նույնն էլ Հայաստանում հիմա այնպիսի տեխնոլոգիա է կիրառում, ինչ ասես ասում են, ոչ մեկ չի ստուգում ֆակտ չեքի, այսինքն մամուլը կայացի ֆակտ չեկինգ կամ հասկացություն չկա, ոչ ինչ մտքներով ասես քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչների այսպես ասած զգալի մասն էլ նուրբ ասեմ զգալի մասն էլ չի տիրապետում կամ միտումնավոր ձեռատալիս չի անդրադառնում կամ բան չի անում, այսինքն լավ հասկացանք գազի խնդիրը, որ ինչ է մոտարապես, բայց եթե ասենք իրենք հիմա դադար են ներմուծել մեր միրգը, կոնյակը եւ այլն, ինչքանով է դա տնտեսական վտանգ հանդիսանում Հայաստանի համար։ Դա լուրջ տնտեսական վտանգ է Հայաստանի համար, մասնավորապես տեսեք, պետությունը կդիմանա, հանգիստ կդիմանա։ Հիմնականում կտուժեն այն մարդիկ, այսինքն դա խնդիր չի։ Արտաքին օգնությունը կգա եւ այլն։ Նորից եմ ասում, ես չեմ համարում Ռուսաստանը այնքան հիմար է, որ գազը ամբողջությամբ կտրի։ Վտանգը այստեղ գնի բարձրացումն է։ Մենք վերցնում ենք, ասենք, վատթարագույն տարբերակը, կտրելը, ել եմ ասում, իրենց Գազպրոմը այնքան ողբերգական վիճակում է հիմա, որ այսինքն մի երկու ուղղություն է, որ արտահանում է, այդ էլ որ կտրի, ընդհանրապես ուր են թափելու այդ գազը։ Դա համար ես ենթադրում եմ, որ ես համոզված եմ, որ չեն կտրելու, եթե անգամ կտրելն էլ իրանական տարբերակը կա, կարելի է մտածել ինչպես վճարել, չգիտեմ, ինչ որ մի համիձև վճարել, կարելի է Միացյալ Նահանգներից, չգիտեմ, բացառություն ստանալ Եվրամիությունից, որ մենք Իրանին վճարենք ինչ որ գումարով, ինչ որ ձևով, հա, ինչ որ, այսինքն այդ ամեն ինչը կարելի է մտածել, բայց ամենալավ տարբերակը դա թուրքմենական տարբերակն է, swap համակարգով։ Թուրքմենիային ես վճարում, Թուրքմենիան տալիս է Իրանին գազը, դու գազը վերցնում ես Իրանից։ Եվ ամենահետաքրքրականը ինձ համար զարմանալին է, որ ես շատ հավաստի ինսայթ ստացա էլի, որ Թուրքմենիայի եւ Հայաստանի բանակցությունները սառեցվել են ըստ էության, մի պարզ պատճառով, որովհետեւ հայկական կողմը $125 գին է առաջարկել։ Այն դեպքում, որ ռուսներից 177-ով ենք հիմա ըստ էության առնում։ Ինչու՞ ես չգիտեմ։ Այս մասին Շվարնաձեն էլ ասեց որ չվախենակ, այո, Իվանիշվիլին, Սաակաշվիլին։ Սաակաշվիլին, ներողություն, այդ շատ բան գնացինք։ Ասեց որ մենք ասեց Ռուսաստանում մեր գազը կտրեց, ասեց մենք առնում ենք գազ մեր հարևան երկրներից, ասեց եւ շատ ավելի հարմար գնով, քան Ռուսաստանն։ Այո, դե իրանք ինչքան ես գիտեմ Ադրբեջանից էին առնում, հիմա այդ տարբերակը մեզ համար այս պահին, մեզ համար թուրքմենական տարբերակը շատ ավելի լավն է։ Այո, բայց վաղը, որտեւ Իրանի վիճակը նենցա, որ դժվար է էլի հույս տնել այդ երկրից, ինչ որ պատկերացրեք, եթե ինչ-որ մի ձև էս Իրանի հարցը առաջիկայում մի կես տարվա ընթացքում էլ կարգավորվի, ու եթե լավ ձևով կարգավորվի Ամերիկայի համար, պատկերացրեք Իրանի, այսինքն հարցերը ինչ որ պայմանագիր կնքեն սանկցիաները սկսի հանվել, արդեն մենք ուղիղ կարանք Իրանին վճարենք։ Հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Շիբրճյանը։ Խորհրդային Հայաստանի ամենաանխնակահարույց կողոպուտը, հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում,
տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Արմեն, այս թեմայով փակեցինք, հասնենք Իրան Միացյալ Նահանգներ թեմային։ Այսինքն մենք բարձեցինք, որ ալտերնատիվա կա գազի, դա արվում է, որի համար շատ ուրախ են։ այո, դա վստահաբար կա, դա արվում է հենց հիմա ընտրությունների ժամանակ այ ժողովրդի վրա ճնշում գործադրելու։ Օղակ քիչ-քիչ, մեկ, այո, ցույց տալու, որ մեզանից մեզանից փոխվելու տարբերակ չունեք։ Դրա համար Վլադիմիր Վլադիմիրիչը այսպես ասում է, արագացրեք հանրակվեն, որովհետև շատ լավ հասկանում է, որ 1-2 տարի հետո արդեն այդքան ցավոտ չի լինել իրանց սպառնալիքները։ Ավելին ասեմ, դուք նկատել եք, որ իրանք անդադ խոսում են, որ չի կարելի ստանդարտիզացիայի ենթարկել հայկական արտադրանքը։ Չի կարելի։ Ուրեմն հիմա այսօր ձուկը գիտեք նորից բանալիսին, երկու ընկերության թողեցին։ Այսինքն չի կարելի ստանդարտները փոխել, չի կարելի բարձրացնել ստանդարտը, որ հիմա ասում են եվրոպական սարքենք, իրանք ասում են չի կարելի, տարբերություն կա։ Ֆիտոսանիտարիական կա եւ այլն։ Իբր տարբերություն կա, մինչեւ այդ Եվրոմիության ստանդարտները իհարկե ուրիշ են։ Դա ամենաբարձրն են։ Բայց իրանք ասում են, չէ, մենք կապ չունի ամենաբարձրն են, տարբերություն կա։ Հա, դե հա։ Մեր յատը, որ դուք ստանդարտները բարձրացնում եք, ասում եմ, արդեն չեք կարող յատը արտանեք։ Կապ չունի բարձրացնում եք, շատ եք բարձրացնում։ Կապ չունի, որ լավ սնունդ եք տրամադրում։ Էական չի, որտեվ տեսեք, նույն ծաղիկների հետ կապված հայկական արտադրողները ասում են, դա վստահ ասում են, հայկական արտադրող ասում է, հետ խորհրդային տարածքի ամենաբարձրորակ ապրանքն է մերը, ամենաբարձրորակ, որտեվ դա եվրոպական ստանդարտներով արդեն աշխատող բաներ են, չէ՞։ Բայց այդ ծաղիկի վտանգը ո՞րն է, ես չեմ հա, ինչ պիտի թունավորվեն, ուտելու են, ինչ են անելու։ Գիտեք, ինչ, այդ արդեն պիտի մասնագետ հրավիրեն, որ ինքը տենց բահա, բացատրի բան եւ այլն կամ ինչ բակտերիաներ կա վրան կամ ինչ չկա, այդ ես չեմ կարող ասել։ Համենայնպես տեսեք, հայկական ընկերությունը հիմա էլ երկու հոգու թողել են, երկու ընկերության, չգիտենք ինչի են այդ երկու ընկերության թողել, չգիտենք ինչի դիմաց են թողել այդ երկու ընկերությանն, հա, չգիտեմ կարողա ասում են, որ իրենք թողել են, մնացածը չեն թողել, չգիտեմ, ես չգիտեմ, կարողա այնտեղ արանքում ինչ-որ քաղաքական բան են հասցրել, են ասել հա խնդիր չկա, չեմ կարող ասել։ Կարողա իրենց բիզնեսն է, ռուսական։ Կարողա իրենց հավատարիմ, այո, մարդիկ են, կարողա դեմեջը ռուսական բիզնեսի կապիտալ։ Մենք հիմա ուշ չենք պնդում, կներեք, ասենք ուղղակի կարողա ինչ-որ հայ բիզնեսմեններ են արտակարգ ստանդարտները ցույց են տվել, թողել են։ Չեմ կարծում իրանց ստանդարտն է հետաքրքիր։ Դե հենց այդ, քանի որ չենք Եթե ամեն ինչը քաղաքական աստառ ունի, ինչ ստանդարտի մասին է խոսքը։ Դե ինչ ես ու դերենիկը մի քիչ կասկածում, որովհետև դες մի քիչ։ Դե որովհետև կասկածում, նորստեղ կասկածում։ Արուսնել էր կա։ Որովհետև Երանք երեք, որովհետև երբ որ տեսնում ենք, որ այդ ստանդարտների հետ կապված իրանք այդպես առանձնապես թքած ունեն միջև հիմա եւ այլն, հա։ Որտեւ իրանք ժողովրդին իշտանես ուտելու են, էլի խաղոնել, Իդեպ ասեմ, այս բիզնեսների մեջ շատ դեպքերում տարբեր երկրներում, ոչ միայն Ռուսաստանում կարող են խառնվածել օրինակ Պուտինի մերձավոր շրջապատը, ինչ որ միտեղ տոկոս ունեն, միտեղ արտահանման վրա, ներկրման վրա։ Դրա համար մենք ոչ մի բան չենք պնդում, մենք ուղղակի կասկածում ենք, իսկ կասկածելը դա մեր իրավունքն է ինձ թվում։ Այո, մենք ազատ երկրում ենք ապրում։ Այո, այո։ Կոնստիտուցիա ունենք, բան ունենք։ Դե չտես միանգամից երկուսին թողեն մնացածին բանանեն եւ այլն, այդ մի քիչ արդեն Դու լավ, դուք երկուսով հա, այդուամենայնիվ տեսեք, այս ամբողջը գործիք է։ Իդեպ ես ուզում նաեւ ինձ հետաքրքրում, ինձ այսպես սավեշտալ են թվում են մարդիկ, որ ասում են, հես ամսի 8-ից հետո սա կպրծնի։ Դեսում ես մտածում ես ասես դուք էլի չեք հասկանում ինչա կատարվում։ Գիտես ինչի նման է, որ բոլորս կարծում ենք, որ հենց Հայաստանը ազատ երկիր դարձավ, բոլոր խնդիրները մեր վերանում։ Այո։ Տեսնում ես մի րոպե։ Իհարկե որոշ խնդիրներ վերանում, բայց ինչ նոր խնդիրների առաջ ես կանգնում, իհարկե։ Ժամանակին եղել է տենց բան, ժամանակին եղել է այլ իրավիճակում, ժամանակին Պուտինը այլ վիճակում էր։ Ժամանակին ստիպված գնացել եք զիջումների, կզել եք, չոքել եք, հա, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, ասենք չգիտեմ։ Ասում են Քոչարյանի ժամանակ էլ է սենց խնդիր եղել։ Հա, Քոչարյանը բռնեց, օրինակ, գույք պարտքի դիմաց հարցը լուծեց, փող ասեց, տվեք, վերցրեք, տարեք։ Սեր ժամանակ խնդիր եղավ, Գազպրոմը տվեցին Արմենիանը։ Այդտենց ամեն անգամ մի բան տվել են, մտածում են, մի մոռացեք, աշխարհքաղաքական իրավիճակը ուրիշ է։ Ես 2022 թվականի փետրվարի 24-ից հետո մենք բոլորս արթնացել ենք այլ աշխարհում, այսինքն ռուս-ուկրաինական հիմա առավել եւս Պուտինը, որը շատ թույլ է եւ վախեցած եւ իր կյանքի եւ Ռուսաստանում են դողում, որտեղ հասկանում են երկիրը քանդվում է ուղղակի օրորի, եթե իրանք չկարողանան հաղթանակ տանեն, անել շուտ, որովհետեւ ես տնտեսությունն է վարի գնում եւ իրանք են վարի գնում արդեն, հա։ Դուք չեք հասկանում, որ
Բոլորովին այլ իրավիճակ կա։ Արմեն ջան, բայց այլ իրավիճական այ Հայաստանի համար մենք նման արտաքին քաղաքական չենք ունեցել, նման բարեկամներ չենք ունեցել, ոնց որ ունենք արևմուտք։ Այո։ Դա էլ կա, չէ։ Իդեպ հակակշռում է այդ ռուսական լավ ասեցիք, բաներին։ իդեպ այստեղ չենք հասցնի, ես կփորձեմ վաղ ավելի խորը մատերիալ տալ Զելենսկին։ Ես կարևոր է շեշտել։ Կոչ արել Եվրոպային, արագացնել Հայաստանին օգնությունը, հնարավորինս արագ, եւ թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը կարողանա շանտաժի ենթարկի մեր երկիրը, ասեք, հայտարարությունը։ Զելենսկին մոտից ասել, այսինքն ես ընդ որում որքան ես տեքստից հասկացա, շարժարիթը Զելենսկու այդ հայտարարությունը ինքը իհարկե դες փորձել է կոմպլիմենտար ընդհանուր է խոսեցել, այսինքն սկզբից ընդհանուր է ասել Մոլդովա, Հայաստան, Ուկրաինա, անգամ Ադրբեջանա շեշտել եւ այլն, բայց ընդհանուր երբ որ մենք տեսնում ենք, շեշտը այսինքն Հայաստանի պատճառով այդ հայտարարությունը արել, այս հայտարարություններից հետո։ Դե Հայաստանի հաղթանակը կլինի Ռուսաստանի պարտությունը։ Այո։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք։ Վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ Անպայման։